Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Երիտթրքական ազգայնականութենեն նացիզմ, միջազգային գիտաժողով։ Մանուշյանական շաբաթ հերոսական թիմադրության պատմության իմաստավորում։ Ադրբեջանը կպահանջի հանձնել Հայաստանի մեջ թաքնված մեղադրվող հայերուն։ Գոչ կնեն վճռական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիո դեմ։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ։ Ադրբեջանին ինչ պետք է կստանա առանց որևէ բան դիմացը տալու, Դաթևիկ Հայրաբեդյան։ Թուրքիո ընկերվարական շարժումը անդեսած է հայերու դեմ իրականացված ցեղասպանությունը։ Հայկյան սրբազան օրացույցի համաձայն մարտի 14-ը բուն հայոց հրոդից ամսվա գիշերավար օրն է։ 2025-ի մարտի 15-ին և 16-ին հայերու դեմ իրականացված ցեղասպանության թանգարան համալսարանին մեջ տեղի կունենա երիտթրքական ազգայնականութենեն նացիզմ։ Հայոց ցեղասպանությունը վերապրածները թիմադրության շարժման առաջնակցին խորագրով միջազգային գիտաժողովը։ Միջոցառման նպատակն է ուսումնասիրել երիտթրքական շարժման ազգայնական գաղափարախոսության ազդեցությունը նացիզմի ձևավորման վրա, ինչպես նաև անդրադառնալ հայերու դեմ իրականացված ցեղասպանությունը վերապրածներու մասնակցությանը հակաֆաշիստական թիմադրության շարժմանը երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքին։ Գիտաժողովին կմասնակցին պատմաբաններ, հետազոտողներ և փորձագետներ տարբեր երկիրներեն, ովքեր կքննարկեն նյութի վերաբերյալ նորագույն հետազոտություններն ու վերլուծությունները։ Միջոցառումը կարևոր հարթակ է գիտական համայնքի ներկայացուցիչներու համար կիսվելու իրենց գիտելիքներով և խթանելու միջազգային համագործակցությունը։ Մարտ 14-ին 18-ը Երևանի և Արդաշատի մեջ կկայանա Մանուշյանական շաբաթ միջոցառումներու շարք նվիրված Միսակ Մանուշյանին և անոր զինագիծներուն։ Միջոցառումներու մեկնարկը դրված է գրականության և արվեստի թանգարանը, ուր առաջին անգամ հանրության ներկայացվեցավ Մանուշյանի կյանքի վերջին երկու նամակներեն մեկը գրված Մելինեի քրոջը։ Ծրագրին մեջ ընդգրկված են մամուլի ասուլիս Միսակ Մանուշյան ականատեսի աչքերով գիրքի հայերեն թարգմանության շնորհանդես, Մանուշյան թատրոնի ներկայացում, ցուցահանդես, գիտաժողովներ, վավերագրական ֆիլմերու ցուցադրություններ և քննարկումներ։ Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարեց, որ խաղաղության իրական ցկտումը կարտահայտվի Հայաստանի պատրաստակամությամբ արտահանձնելու ռազմական հանցագործություններու մեջ մեղադրվողներուն։ Այս պահանջը կփոխի Հայաստանի իշխանություններու զիջումներեն Արցախը Ադրբեջանի մաս ճանչնալով։ Ադրբեջանը հայ ռազմագերիներուն և քաղաքացիներուն կպահե որպես քաղաքական ճնշման գործիք, իսկ Հայաստանի ղեկավարությունը, չնայած նման քայլերու վերաբերյալ հայտարարություններուն, կշարունակի խոսիլ Ադրբեջանի հետ ճանապարհներու բացման ու խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին։ Այս պայմաններուն մեջ Ադրբեջանի պահանջներն ու հայերու դեմ հաշվեհարդարի վտանգը երթալով կսրին, ինչին Հայաստանը ովևէ գործով արձագանք չի տար։ Միրիամ Լեքսման կգրե. Բարոն նախագահ, ավելի քան 20 քաղաքական պատանդներ, ովքեր ձերբակալվել էին Արցախեն քրիստոնյա հայերու էթնիկ զտումներու ժամանակ, դեռևս կալանավորված են Ադրբեջանի մեջ։ Անոնք կփախվին անմարդկային պայմաններու և կեղծ դատավարություններու, որոնք կրնան հանգեցնել անոնց ցմահ բանտարկության։ Սա Ալիևի ռեժիմի իրական դեմքն է, ռեժիմ, որը կճնշե իր սեփական քաղաքացիներուն և կանդեսե միջազգային պարտավորությունները։ Մինչ Եվրոպական միությունը ռազմավարական գործընկերություն կառաջարկե, Բաքվի ռեժիմը կշարունակե սպառնալ իր դրացիներուն և խոչընդոտել տարածաշրջանային խաղաղության հասնելու համաշխարհային ջանքերը։ Ժամանակն է դադարեցնել ռազմավարական գործընկերության մասին երազելը, դիմակայել իրականությանը և գործել մեր արժեքներուն և սկզբունքներուն համապատասխան։ Մենք պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկենք և անդրադառնանք բողոքներուն և մարդու հիմնարար իրավունքներու այս ակնհայտ խախտումներուն։ Ապահովենք, որ պատանդներն անմիջապես ազատ արձակվին։ Անարդար դատավարություններու մեջ թեր խաղցող առաջադար դատավորները և դատախազները պետք է ենթարկվին պատժամիջոցներու, և մենք պետք է համոզվենք, որ Ադրբեջանի հետ ցանկացած ապագա համագործակցություն հիմնված կլա բոլոր քաղաքական բանտարկյալներու ազատ արձակման պայմաններու և Բաքվի կողմէ խաղաղության համաձայնագրի մեջ ներգրավելու պատրաստակամության ցուցադրման վրա, որը կհարգե Արցախի հայերու իրավունքները։ Դեռևս շուտ է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրության վայրը, հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործ նախարարը։
Ան ասաց է. Ադրբեջանական կողմը ներկայիս կսպասի Արևելյան Հայաստանի սահմանադրության համապատասխան փոփոխություններուն։ Ադրբեջանական կողմը անիկա կառաջարկեր արդեն որոշ ժամանակ, համարելով, որ հագամարտությունը լուծված է։ Ցավոք հայկական կողմը մինչ օրս չէ միացած համատեղ գոչին։ Հույսով ենք, որ Հայաստանը մեզ կդեղեկացնի իր իրական մտադրություններու մասին։ Հաշվի առնելով Հայաստանի մեջ ռևանշիստական ուժերու գործունեությունը, մենք սա լուրջ վտանգ կհամարենք, ըսած է Ադրբեջանի ներկայացուցիչը։ Ան ավելցուց. պետք չէ ժամանակ վատնել երևակայական թուղթերը մերժելու վրա։ Փաշինյանը միագողմանի զիջումներով շատ ավելի վտանգավոր վիճակ ստեղծած է մեր պետության շուրջ, քան մեզ գտվի։ Ուստի պետք է ուղղել չանքը այդ մարտահրավերներու չեզոքացման կամ անոնց պատրաստվելուն։ 1968-ի հեղափոխական շարժման ամենասպառված տեսափաններեն եւ գազագերբիչներեն մեկը 1972-ին առաջին անգամ շոշափեց հայերու հարցը եւ հայտարարեց, որ հայ ժողովուրդը ենթարկվեր է պատմական անարդարության։ Ան նաեւ թադվեցավ, քանի որ կատարեց կտրուկ քննադատություն քեմալիզմի վերաբերյալ եւ նշեց, որ քուրդ ժողովրդի ինքնորոշման իրավունքին պետք է վերաբերել հեղափոխական մոտեցմամբ։ Հայերու թեմ իրականացված ցեղասպանության մասին հիմնական բանավեճերը սկսան Ասալայի թիվանակետներուն ուղղված գործողություններեն հետո։ Ասալան առաջին անգամ Թուրքիա գործողություն կատարեց 1980-ի սեպտեմբերի հեղաշրջումեն հետո։ Օսմանյան կայսրության եւ հետո կազմված Թուրքիո հանրապետության մեջ տեղի ունեցածները չեն ընդունվիր որպես ցեղասպանություն։ Թերևս այսօր ալ հայատյացությունը դարածված է ամենուր, հատկապես Ադրբեջանի գոմեն Արցախի գրավման պատճառով։ Ամեն ասկի պետական պաշտոնական քաղաքապարողությունը եւ պատմությունը կդարբերվին։ Կամ անշուշտ կքննադատեն այն շարժումները, որոնք հերույ են պաշտոնական քաղաքապարողությունեն կամ անգամ թեմանանոր։ Ռեջեփ Մարաշնին խոսեցավ Թուրքիո ընկերվարական եւ համայնավարական շարժումներու մասին, թե որքան հերույ են անոնք պաշտոնական քաղաքապարողությունեն հայերու թեմ իրականացված ցեղասպանության հարցին, եւ թե որքան այդ հարցը մերժած են։ Հայգյան սրբազան օրացույցի համաձայն մարտի 14-ը բուն հայոց հրոդից ամսվա գիշերավար օրն է, Արուսյակի օր։ Գիշերավարն է Արուսյակ մոլորակի բազմաթիվ անվանումներ են։ Զարմանալի զուգադիպությամբ 7-նորյակն ալ նույնպես Արուսյակի անվանումներեն է լուսապեր։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։